Հարգելիներս, կարծում եմ արդեն ժամանակն է ճիր պատրաստման սեզոնը ասենք որ բացված է։ Ես այսօր բալ եմ պատրաստում, բալի ճիր, եւ դուք նկատեցիք, որ ես բալը եփելուց հետո կորիզահան արեցի, քանի որ մեր բալը լավ հասած էր։ Իդեպ ես ունեմ կորիզահան գործիք, երբ որ տեսնում եմ բալը գիլասը մի փոքր խակոտ են, այդ դեպքում ես կորիզահան գործիքս օգտագործում եմ։ Իսկ երբ որ տեսնում ես արդեն բալը լավ հասած է, եթե ես կորիզահան գործիքով աշխատեի նախապես, եփելուց հետո բալերը ամբողջովին ջեմի կվերածվեին, դրա իսկ պատճառով ես եփելուց հետո գեղեցիկ տարբերակով կորիզահան արեցի եւ գեղեցիկ ձևավորում տվեցի։ Դեռ հլա իրանք ընթացքի մեջ են, դեռ ընթացքում շուրումուր անպայման անելու եմ եւ կրկին իրան ձև եմ տալու սիրուն, որ իմ ճիրը գեղեցիկ ձևով չորանա։ Հարգելիներս, ասեմ, որ իմ ճրերը այսպիսի չորանոցների մեջ են չորանում, ապահով, արևի տակ, միջատներից զերծ եւ դե ինչ ամբողջ ընթացքը ձեզ կցուցադրեմ իմ համեղ ճրերի, որոնք արդեն հասցրել են շատ շատերի սրտերը գերեն, թե Հայաստանի մեջ, թե Հայաստանից դուրս։ Հարգելիներս, դուք տեսաք, թե որքան աշխատատար եւ ժամանակատար process է ճիր պատրաստելը։ 1 օր անց իմ ճրերը ես տեղափոխում եմ մաքուր եւ 4 սկուտեղի վրա եւ հակառակ կողմով եմ տեղադրում, որ հակառակ կողմն էլ հավասարաչափ չորանա։ Եվ այս սկուտեղները ես կրկին կտեղադրեմ իմ ճրանոցի մեջ եւ արևի տակ կրկին իրանք կչորանան։ Ասեմ նաև ճիր պատրաստելու պարտադիր պայմաններից մեկն է այն, որ սկուտեղից սկուտեղ պիտի տեղափոխեք ձեր ճրերը։ Հարգելիներս, մեր բալի օշարակն էլ ես այսպիսի տարաների մեջ եմ շշալցում անում եւ պահելու եմ սառցեխցիկում։ Պետք եղած ժամանակը կարող ենք հանել, ջուր ավելացնել եւ վայելենք զովացուցիչ բալի հյութը։
Հարգելիներս, մեր բալը արդեն շատ լավ չորացել է եւ արդեն ժամանակն է հավաքել եւ փաթեթավորել մեր բալի ճիրը։ Հարգելիներս, մեր բալի ճիրը արդեն պատրաստ է, դուք տեսաք, թե ինչ մանրակրկիտ, աշխատատար աշխատանք ես տարա այսպիսի համովություն ստեղծելու համար։ Դուք էլ պատրաստեք եւ մատուցեք սիրով։ Եվ հավելեմ, որ բալի ճիրը կարելի է օգտագործել խմորեղենների մեջ որպես միջուկ, օրինակ հարբած բալ պատրաստելիս կոնյակի մեջ մի քանի ժամով թրջեք բալի ճիրը եւ հետո օգտագործեք խմորեղենի մեջ։ Կարող եք նաեւ խրճիթ խմորեղենը պատրաստելիս օգտագործեք բալի ճիրը եւ տարբեր պիրոգներ պատրաստելիս։ Իսկ այստեղ անկուզե միջուկով բալն է, որը կրկին շատ մեծ պահանջարկ ունի, շատ գնահատված է եւ արտակարգ համ ունի։